Ողջույն սիրելիներ ջան, հուսով եմ ձեր մոտ ամեն ինչ լավ է։ Գիտեք, ամեն ինչ լավն հարաբերական է իհարկե, բայց երևի ամեն ինչ ռուսը լավ ասում, всё познается в сравнении։ Ամեն ինչ համեմատական է։ Ինչ որ մեկի համեմատում ենք լավ ենք, ինչ որ մեկի համեմատում ենք վատ ենք, ինչ որ մի երկրի համեմատում ենք լավ ենք ապրում, ինչ որ մի երկրի համեմատ վատ ենք ապրում, բայց մենք միևնույնը պետքա ձիգ մնանք, ինչի մեջ էլ որ ուզում մենք լինենք, մենք պետքա ձիգ մնանք, հատկապես այս ժամանակներում, երբ որ ամեն ինչ փոփոխական է, քաղաքականությունը փոփոխական է, մարդիկ փոփոխական են, սիրելի մարդիկ փոփոխական են, հարազատ մարդիկ փոփոխական են, ազգականները փոփոխական են, այսօր ամեն ինչ փոփոխական է ու իմ մոտ կոֆե թայմ այսօր, հիմա ու ուզեցի ձեր հետ կիսվեմ մի քանի մտքով, որով որ իմ մեջ կամ վերջի ժամանակներում կյանքիս մեջ մի նոր փուլ եմ մտնում ու հետաքրքիր փուլ է, հետաքրքիր լեվելի մեջ եմ մտնում ու գիտեք այն խաղերի նման պետքա վիշապին հաղթելով ինչ որ բաներով սնվելով, ինչ որ մի բանից զրկվելով, վտանգներ անցնելով, հենարաններ գտնելով մի կերպ հասնում ես ու անցնում ես հաջորդ լեվելին։ Իմ մոտ մի հետաքրքիր փուլ եկավ, երբ որ ես դարձա մեկը, ում երազել էի, որ մի օր կդառնամ։ Դա եկավ շատ երկար ժամանակ, շատ երկար տանջանքներից հետո, շատ երկար ճանապարհ անցա, մինչև որ գտա այն աղջկան, ում որ փնտրում էի, ում որ ուզում էի ինքս ինձ սարքեի։ Ի վերջո գիտեք, մենք աշխարհ ենք գալիս ոչ թե նրա համար, որ չգիտեմ, ինչ որ պարտավորություններով, որ միայն սրա նրա համար ինչ-որ բաներ անենք, մեզ կոտորենք բոլորի համար, գիտեք, կար ժամանակ, որ ես այդպես էի մտածում ու այդպես ապրում էի, շատ հարմար աթոռ դառնալով բոլորի համար, շատ լավ կաստիլը ոնց է, հենարան լինելով, հենակ լինելով բոլորի համար, ինչքան կյանքում չկայացած մարդիկ կային, ինչքան թույլ, հոգնած, տկար, ես չեմ փոշմանում այդ արած բաների համար ու ոչ մի բանի համար չեմ փոշմանում իմ կյանքում, բայց հասկացել եմ մի բան, որ մենք դրա համար չենք աշխարհ գալիս, մենք աշխարհ ենք գալիս, որպեսզի դառնանք այն, ինչի համար, որ մեզ Աստված ստեղծել է։ Ու այդ ամեն մարդիկ, որ մենք հանդիպում ենք ճանապարհներում, որով անցնում ենք, հա, դժվարությունները, վիշապները, անակոնդաները, առնետները, որ մենք շրջանցելով մենք հասնում ենք ինչ որ ավելի ապահով վայր ամեն անգամ դա նրա համար է, որ մենք վերադառնանք նրան, ինչին Աստված մեզ իրականում կանչել է։ Ամեն մեկս մի ինչ որ մի միսիա ունենք, գիտեք, այս կյանքում։ Ու առաջ, 20 տարի առաջ ես մտածում էի, որ ես Մայր Թերեսան եմ, ես փորձում էի փրկեի բոլորին, ովքեր իմ շրջապատում կան, ու անում էի դա անձնուրաց ձևով, զոհաբերելով առողջությունս, քունս, զոհաբերելով ինչ որ ես ունեի, նյութականից մինչև հոգևոր արժեքներ եւ մնացած բաներ, ամենտեղ լռելով, ամեն ինչ ներս գցելով, հանդուրժելով բացարձակապես ամեն բան, միայն թե դիմացինը ինձ հետ կոմֆորտ զգա, միայն թե դիմացինին հանկարծ մի վայրկյան տրամադրությունը չփչացնեմ, կամ տոնը չփչացնեմ, կամ չգիտեմ, տարբեր բաներ էր կատարվում ու այնքան ներս գցեցի, երբ որ եկա պա, որ ես հասկացա, որ ես ուղղակի ինձ կորցրել եմ։ Ես կորցրել եմ ինձ այնքան, որ արդեն հույս չկա ես կգտնեմ ինձ, թե չէ, կարծես թե ես ապրում էի մեկ ուրիշ մարդու կյանք։ Ու այդ ամենավատ բանն է, որտեվ երբ որ Աստված քեզ ստեղծում է, ինքը ինչ-որ բաներ է կապում քո հետ։ Բայց ես
իմ կյանքում որպես կին, որպես աղջիկ, այնքան իմ ուժերից վեր ծանրությունների տակ մտա, անգիտակցաբար, բայց ինչ որ միտեղ գիտակցաբար ու ինքնական։ Ու ես երբեմն սկսեցի Աստծո հետ վիճել, ասեցի դու ինձ հիմա ծաղիկ ես ստեղծել, թե ինչ ես ստեղծել, թե ինձ մուրճ ես ստեղծել։ Ու հետո Աստվածաշունչը բացեց ու մի հետաքրքիր տեղ ընկավ ինձ, ասեց դու իմ ձեռքի մուրճն ես ու ես քեզանով կերտելու եմ շատ գեղեցիկ բաներ, ես ջարդելու եմ բաներ, որոնք որ պետք է ջարդվեն ու կառուցել եմ բաներ, որոնք որ ուզում եմ կառուցեմ այս աշխարհում։ Ու ես ինքս կորոշեմ, երբ ծաղիկ կլինես, երբ դու մուրճ կլինես։ Ու դրանից հետո ես հասկացա, որ ես մուրճ եմ, ես զինվոր եմ, ձեռքս մուրճ։ Ու ես հանձնվեցի Աստծո կամքին ու անցա շատ հետաքրքիր ճանապարհ։ Ընկնելով, վեր կենալով, վիրավորվելով, խոցվելով, սեփական վերքերս լուզելով վերականգնվեցի։ Բայց ինչի համար եմ ուզում ես ամեն ինչ պատմում։ Բազմաթիվ տարիներ հանդրժելով, ներելով, կուլ տալով, բոլորի ու ամեն ինչ, ու ասում ես, էսի չունեմ ոչինչ, էսի սենց են անում ոչինչ, ստեղ նեղացրեցին ոչինչ, ընդեղ տրորեցին ոչինչ, ընդեղ անտեսեցին ոչինչ, իմ որ դրեցի անձս իրանց համար, բայց իրանք իմ վրայով չեն տրորելով անցան ոչինչ։ Հետո մտածում եմ, լավ, Աստված իմ, միթե ես պետք է անվերջ այս ամեն ինչը հանդուրժեմ։ Ու հիշեցի, երբ որ Պետրոս Առաքյալը մոտիկացավ Հիսուսին, Ղուկաս ավետարանն ապատում, թեև դա բոլոր ավետարանների մեջ կան, 4 ավետարանների մեջ էլ կան, Մարկոս, Մատթեոս, Հովհաննես, Ղուկաս, բայց Ղուկասը ամենասիրունն է ներկայացնում այդ պահը։ Երբ որ Պետրոսը գալիս է Հիսուսին հարցնում, ասում է, Տեր, ասում է, քանի անգամ պիտի ներեմ, երբ որ իմ եղբայրը իմ դեմ մեղք է գործում։ Հիսուսը շրջում է իրան ու ասում է, 70 անգամ 7 պիտի ներես քո եղբորը, եւ ամեն անգամ, երբ որ ինքը գալիս է ու ասում է, ես մեղավոր եմ քո առաջ, ներիր ինձ, դու պիտի ներես։ Լավ, օքեյ, Տեր, հասկացա այդ պահը։ Բայց ես անդադար, երբ որ իմ հանդեպ արել են ստորքայլեր, ու չեն էլ զղջացել, ներողություն չեն էլ խնդրել, ոչ մի բան չեն արել, ու ես կարծես թե լինելով ինչ-որ մի հատ զոմբի, ինչ-որ մի հատ տիկնիկ, ինչ-որ մի ոչ ռեզինից լինելով, կարծես թե ոչ մի բան չի, ես պտտվում եմ ու շփվում եմ այնպես, կարծես թե այդ մարդիկ ոչ թե ինձ վիրավորեցին, այլ ինձ ինչ-որ դափնեպսակ նվիրեցին այն ամեն ինչի, ու այդ մարդիկ են, ովքեր ում համար դու կյանք ես դրել, ում համար դու անքուն գիշերներս անցկացրել, ում համար դու ցանկացած պահի իր կողքն ես հայտնվել, երբ որ իրան ծանր է եղել։ Ոչ թե այդ ուղղակի ինչ-որ հարևան, ինչ-որ մեկը, որ օտար է, ոչ, հարազատ մարդ կպնում է քո ամենացավոտ տեղին ու դու շրջում ես, ժպտում ես ու քեզ հիմարի տեղ ես դնում։ Ես ասեցի, Տեր, ինչքան պիտի ես ինձ հիմարի տեղ դնեմ։ Ինչքան պետք է իմ արժանապատվությունը տրորվի հանուն նրա, որ այսինքն ես կարող եմ լսել այդ ամեն անհեթեթությունը, որ իմ հասցեին կատարվում է, ու ես փոխարենը իրավունք չունեմ անգամ ինչ-որ մռայլ դեմք անեմ։ Ես պիտի շարունակեմ ցույց տալ, որ ամեն ինչ հրաշալի է։ Ես հոգնեցի։ Նորմալ մարդիկ գիտեք հոգնում են, իրականում հոգնում են։ Ու ես հոգնեցի իրավիճակից։ Ու այդ խոսքը, երբ որ ես հիշեցի, որ 1000 անգամ էլ պիտի ներես, բայց երբ որ գալիս են ու քեզ ասում են կներես։ Եթե չեն ասում քեզ կներես, այն ամեն ինչի համար ինչ քեզ ցավ են պատճառել, դու պարտավոր չես վերաբերվես իրանց այնպես, կարծես իրենք ոչինչ էլ քո հանդեպ չեն արել։ Ես ձեզ խնդրում եմ, մի եղեք ծայրահեղական, մի եղեք ֆանատիկ։ Ես չեմ ասում թշնամություն, ոչ։ Թշնամություն ու թույն երբևէ պետք չի որևէ մեկի հանդեպ ունենալ, որովհետև դա ինքներս մեր համար է վնաս։
Բայց գիտես ինչ առաջ ինչ էի անում, օրերով տվայթում էի, ինչպես անեմ, որ ներեմ այդ մարդուն, որ նորից գնամ, նորից նույն ձև շփվեմ այդ մարդու հետ, բնավ կարիք չկա։ Բնավ կարիք չկա նույն ձևով շփվելու մի մարդու հետ, ով քո զգացմունքների համար չի կրում ոչ մի պատասխանատվություն քո խոցված զգացմունքների համար։ Գիտեք, Ամերիկայում անգամ կահոդված, եթե դու վիրավորում ես ինչ-որ մեկի էմոցիաները, զգացմունքները ուղղակի հենց այնպես, կարող են քո դեմ դատական գործ հայցել։ Ու դա նորմալ է։ Ես երեք մի զրույց ունեցա հետաքրքիր իրավական մի աշխատողի հետ, շատ հետաքրքիր զրույց ունեցանք։ Ես ասում եմ, ինչի, եթե ֆիզիկապես ինչ-որ մեկը ինչ-որ մեկին սպանում է, հայցում է դատական գործ ու պատժվում է հանցագործը։ Բայց երբ որ ինչ-որ մեկը խաղում է քո կյանքի հետ, խաղում է քո զգացմունքների հետ, քո արժանապատվության հետ, խոցում է քո սրտի ամենաթանկ մասերը, քո երազանքն է կործանում, քո ապագան է կործանում, արդյոք նա պատասխանատվության ենթարկվում է, թե ոչ։ Ես ապրում եմ 90% համենայն դեպս ապրում եմ այնպես, որ այն մարդիկ, ովքեր կախված են ինձանից, իրանց տրամադրությունը, իրանց այսօրվա օրակարգը, իրանց, չգիտեմ, այս մի քանի ժամը, այս 12 ժամը, որ աշխատելու ենք միասին, մաքսիմալ թեթև, մաքսիմալ հանգիստ, մաքսիմալ հումորով, մաքսիմալ թեթև ու երջանիկ անցնի։ Եթե ես այդպես եմ որոշում եւ այդպես եմ անում, ինչի՞ չի կարելի, որ մյուս մարդիկ էլ ովքեր որ գալիս են նույն աշխատանքին կամ գնում են նույն ինչ-որ մեկի տուն հյուր, մտածեն նույն ձև։ Միթե դժվար է որոշել, որ այնտեղ, որտեղ որ ես գնում եմ, պետք է լինի տոն։ Ես չեմ ասում, որ մենք բոլորի համար կարող ենք լինել լավը, հնարավոր չի բոլորի համար լինել լավը։ Հավատացեք, եթե դուք վառ կերպար եք, եթե դուք տարբերվող եք, եթե դուք ինդիվիդուալ եք, եթե դուք ունեք յուրահատուկ երազանքներ, եթե դուք ունեք ինչ-որ անգամ յուրահատուկ բնավորություն, եթե դուք կիրթ եք, գրագետ եք, դուք կարող եք լիքը մարդկանց դուրս չգալ, որովհետև ես բազմաթիվ անգամ տեսել եմ, երբ որ ես ինչ-որ խելագարի զրույց եմ տարել ու դիմացինը դիսկոմֆորտից աչքերը ֆրստրել ու գնացել է, որովհետև ինքը թեմա չունի խոսալու, իր միակ թեման այսօր ինչ առանք, կերանք, չգիտեմ, ինչ-որ անիմաստ, մեկը բրենդերի մասին է խոսում, բրենդամոլ է, մեկը, չգիտեմ, անընդհատ տներ առնել ծախելուց է խոսում, քառակոսի մետրերից է խոսում, այսինքն դու ուրիշ ես, ու քեզ չեն սիրում, մենակ դրա համար, որ դու ուրիշ ես, հայրին մեծամասամբ չեն սիրում, որտեղ մենք ուրիշ ազգ ենք, մենք ընտրված ենք, հետաքրքիր ազգ ենք։ Չեմ խոսում մեր ազգի տականքների մասին, ես խոսում եմ մեզ որպես ազգ, որ շատ յուրահատուկ ու հետաքրքիր գույն ունի ու տարբերվում այս աշխարհում։ Ու դա բոլորն են վկայում, բոլորդ գիտեք։ Հրեաներին չեն սիրում նույնպես նրա համար, որ նրանք ընտրված ազգ էին, որ նրանք նույնպես իրանց խելացությամբ տարբերվում են ու անգամ մենք ունենք ստեղծագործություն, ես չեմ հիշում այս պայնդը Աքսել Բաքունցն էր իմ կարծիքով գրել, մի պատմվածք, որ հրեայի, որ ուղղակի խանութն էր ու վաճառականությամբ էր զբաղվում, իր կողքի խանութի, ինչքան հիշում եմ, ուկրաինացի մեկը կտրում է այս հարևան հրեայի ականջը, զուտ նրա համար, որ ինքը կարողանում է լավ առևտուր անի, իսկ իր մոտ դա չի ստացվում։ Այսինքն մարդը քեզ կարող է ատել զուտ մենակ նրա համար, որ դու հաջողակ ես ինչ-որ մի բանում։ Հաշվի չի առնում, որ միգուցե ինչ-որ միտեղ էլ դու ահավոր անհաջողակ ես։ Ինչ-որտեղ էլ դու ունես քո պարտությունները, քո տկարությունները, քո թուլությունները, ոչ, իրանք տեսնում են քո փառքը, չգիտես ինչի, մենակ քո փայլն են տեսնում, քո դժվարությունները, քո ցավը, քո տառապանքը, դու ինքան ձիգ ես կարողանում ես պահես ու ցույց ես տալիս միայն փառավոր կողմերդ։ Գիտեք, ես հասկացա, որ ամենատոքսիկ մարդիկ այդ մեր հարազատներն են, չակերտավոր, բարեկամ կոչվածները, ազգական կոչվածները, ամենավտանգավորը կարող են լինել նրանք,
մոտար մարդը քեզ այքան ցավ ու տառապանք ու դիսկոմֆորտ չի պատճառի ու քո արժանապատվությանը այդքան չի վնասի, ինչքան որ կարող է դա լինել քո հարազատ մարդը, որի համար դու կյանքդ դրել ես, բայց որը որ մտածել ես, որ դու տենց պետք է լինես, ու դու հարմարաթուր ես եղել ամբողջ կյանքում, դու եղել ես ուս, որի վրա հենվել են լաց են եղել, դու եղել ես աթոռ, որի վրա նստել են, դու եղել ես մեջք, որի վրա հենվել են, ու դու եղել ես մարդ, ու քո մոտ եկել են իմացել են, որ եթե անգամ ոչ մի տեղ իրանք հանգիստ չունենան, իրանք քո մոտ կգտնեն այդ հանգիստը։ Ու ասել են, դե լավ ինքը մեկա կա էլի, դե լավ ինքը մեկա կա էլի, կարանք իրա մասին վատը խոսանք, կարանք իրան նախանձենք, կարող ենք իրան չկամենանք, բայց միևնույն է ինքը մերն է, հա, դե լավ, ով ա որ մեր Լուսինեն է։ Այդ ամենավիրավորական բանն է, սիրելիներս, երբ որ մենք մարդիկ մտածում ենք, որ մենք իրանց համար ուղղակի զապաս ենք, ինչ-որ մի զավատոյ զապաս ենք։ Ես միշտ, երբ որ գնում եմ չեմ տեղ աշխատելու, ես հասկանում եմ, որ առաջ ես մենակ իմ լավ կողմերն էի ցույց տալիս, ասում էի, որ մարդիկ իմանան, որ ես ինչքան լավն եմ, իմ հետ լավ կլինի աշխատելը։ Մի անգամ, երբ որ ես իմ տղան դպրոց էր գնում, ես ուսուցչուհուն ասացի, որ գիտեք իմ տղան եկեղեցում ծառայող է, մի քահանային օգնում է, սարկավակ է։ Ու ուսուցչուհին փոխանցել էր տղայից, տղաս ասեց՝ մամ, ինչի համար ես ասել։ Դու գիտես, որ հավատացյալ մարդկանց բոլորը փորձում են օգտագործած լինեն։ Իրենք պետք է չիմանային այդ ինֆորմացիան։ Ես հասկացա ինչքան ճիշտ բան է ինքը ասում։ Երբ որ դու ցույց ես տալիս քո լավ կողմերը, միայն քո լավ կողմերը, մարդիկ ասում են, ես միտեղ մտա աշխատելու, ասեցի, ահա ինչ լավ է, սրանք կարանք լավ օգտագործենք։ Ինչ լավն է, ինձ սիրուն ժպիտն ինչ բարի է երևում, ինչ ասենք, ոնց ասենք անելու է։ Ու ես հետո ստիպված էի կամաց ամեն մեկին դնել իր տեղը, բայց իրականում հեշտ բան չի։ Ինչի չի կարելի լավ մարդկանց յուրատուկ տեղ տալ մեր կյանքում։ Եթե դուք հասկանում եք, որ լավ մարդ է, պետք չի նրան օգտագործել։ Հակառակը պետք է նրան ավելի գուրգուրել, փայփայել, հասկանալ, որ ախր ինքը իր տեսակի մեջ միակն է։ Եթե ես հիմա իրան բաց թողեմ, արդյոք ես կունենամ այսպիսի մարդ։ Ու մեր հարազատները երբեմն մեզ այդպես մտածում են, որ մենք ապահովության բարձիկներ ենք իրանց համար։ Բայց գիտես, երբ որ դու կգնես տուն, կգնես մեքենա, կունենաս շքեղ աշխատանք, կամ քո երեխան բարձրագույն կրթություն կստանա ու լավ աշխատանք կունենա, այդ քո հարազատներից ոչ մեկ երբևէ չի ուրախանա քեզ համար։ Նրանք սովոր են տեսնել մենակ քո անկումները, նրանք սովոր են տեսնել, որ դու չքավոր լինես ու խեղճ։ Ու այդպիսի մարդկանցից մաքսիմալ, չէ, մի կռվեք ոչ մեկի հետ շնամություն մի արեք, ոչ մեկի հետ, բայց իմացեք որտեղից է ձեր հարվածը, իմացեք որ կողմից են ձեզ հարվածելու, իմացեք որ մարդիկ ունեն պիտանելության ժամկետ, սրոք գոդնեսցի, այսօր դու իրանց պետք ես, վաղը չէ, հետո կյանքը անցնում է, նրանք ովքեր ձեզ չեն գնահատի կմնան առանց ձեզ, նորմալ է, ուղղակի մենք պիտի լինենք մարդիկ, ովքեր լավ են զգում հենց իրանց հետ, դարձեք ձեր երազանքի ընկերը, դարձեք մի մարդ, որի հետ ձեզ շատ երջանիկ է, ու ցանկանում եմ բոլոր մարդկանց, որպեսզի իրանք հանդիպեն միշտ, իրանց նման մարդկանց, իրանց շրջապատում, եթե իրանք լավն են, լավ մարդկանց հանդիպեն, եթե իրանք վատն են, թող հանդիպեն իրանց նման մարդկանց, ու որպես հայելի տեսնեն իրանց, միգուցե ուղղվեն, միգուցե շտկվեն, թող բարին բոլորի հետ լինի, ու թող բոլորի կյանքում բարին հաղթի, բայց իմացեք, լավ մարդիկ նրա համար են, որ մենք իրանց գուրգուրենք, փայփայենք ու գնահատենք, լավ եղեք։